Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Տեր Արմեն Քահանա Մելքոնյանի հետ, ով Վառնայի հոգևոր հովիվն է։ Աստված օգնական Տեր Արմեն։ Աստված բանաբան, ես գնահատում եմ Ժիրայր ջան, որ դու միակ լրատվամիջոցներից եք, որ թիմում եք քահանային Աստված օգնականով, խորքի մեջ քահանային ասում են օրհնեցեք Տեր Այր, բայց նաև գնահատելի, որ ամեն անգամ դուք չեք մոռանում այս պաշտոնական թիմելացևը հոգևորական։ Ուրախ եմ ցեզ հետ լինելու անգամ եւս Ժիրայր ջան։ Նմանապես, շնորհակալ եմ։ Տեր Արմեն, մենք տեսանք, որ եպիսկոպոսներ արձագանքեցին վարչապետ Փաշինյանի հրավերին, հանդիպեցին նրան։ Դա վարչապետը նրանց հրավիրեց հանդիպման այն բանից հետո, երբ հրապարակվեց եպիսկոպոսների ստորագրությամբ մի նամակ, որտեղ պահանջում էին Արշակ Սրբազանի կամ Արշակ Խաչատրյանի հեռացումը, համաձայն չէին Գարեգին II-ի, այսպես ասենք, վարած քաղաքականությանը եկեղեցու մեջ եւ այլն։ Մի խոսքով նաև արձագանքները այդ եպիսկոպոսների ու վարչապետի հանդիպմանը միանշանակ չէին։ Արձագանքներին մենք հիմա կանդրադառնանք, բայց ինչ էր իրենով, իր բնույթով այդ հանդիպումը վարչապետի հետ, հա, սա որևէ ձևով նաև միանշանակորեն չի ընկալվել։ Նայեցեք, ասեմ, որ այս եպիսկոպոսների այս նամակը մենք վաղուց էինք սպասում, սա նորություն չէր։ Այսինքն ես մի ամիս է գիտեմ, որ կան եպիսկոպոսներ, որոնք միանում են այս եկեղեցվոն օրոքման այս կոչին, եւ նրանց թիվը շատ ավելին էր, 15-ից նույնիսկ ավելին էր, բայց ինչ պատճառներով, կարծեք թե ներքին կարգով ոնց որ մենք ենք իմացել, հավանաբար Էջմիածինն էլ այդ պսպսուկները հասել են եւ որոշ ձևով կարողացել են կանխել որոշ եպիսկոպոսների մասնակցությունը այս ստորագրությանը։ Եվ անհամար մենք տեսանք, որ վարչապետի հետ կամ այդ թուղթը ստորագրող միայն 10 եպիսկոպոս էին կամ 11 եպիսկոպոս էին։ Հիմա բնականաբար սա շատ ողջունելի է Ժիրայր ջան։ Ես ասում եմ, հիմա քանիներ ասում են, որ լավ, բայց այս եպիսկոպոսները նաև ունեն իրենց դերություններ, իրենց անձնական կյանքը, որը խցբծանքի առարգա է եւ քննադատության առարգա է։ Ես էլ ասում եմ, որ այո, բայց մենք կարող ենք այս բոլորը մեկ կողմ դնել եւ գնահատել կոթ մարդկային տեսակը այս եպիսկոպոսների մեջ, որովհետեւ այս եպիսկոպոսները ինչ էլ լինեն պատճառները, իրենք ունեցան այդ մարդկային սկզբունքը, բարոյական սկզբունքը, որ իրենք բարձրացնեն, որպեսզի եկեղեցին մաքրվի, որովհետև նայեցեք հոգևորականները ինչքան էլ մխրջված լինեն այս մեղքի մեջ, այս աշխարհի մեջ մխրջված լինեն, բայց նրանով հանդերձ մի մոռացեք, որ իրենք որոշ չափով հոգևոր դաստիարակություն են ստացել վանքի մեջ։ Որոշ չափով Աստված խոսում է նրանց սրտի մեջ։ Թեպետև իրենք ամբողջությամբ հանձնված են սատանային եւ մեղքին, բայց գոնե 1% դակավին մի բադուհան մնացել է, որտեղից Աստված նրանց խիղճն է շարժեցնում, որպեսզի ասի հերիք է, բավ է, դուք այս ժողովրդի հոգիներն եք մոլորացնում, եւ սրանց հաշիվը դուք պիտի տաք։ Եվ ոնց որ Աստված ասում է Մարգարեի միջոցով, ով մարդու որդի, եթե ես քեզ աստարարեմ եւ դու չզգուշացնես, այն ժամանակ ասում է իմ ոչխարների արյունը քեզանից եմ պահանջելու։ Սա սարսափաստու նամակ է Աստծուց եւ վստահ եմ, որ իրենք դա գարտացել են կամ լսել են եւ ժամանակվա ընթացքին այս հոգեվոր արտությունն են ունեցել։ Հիմա նայեցեք, ոմանք հարցնում են լավ այս եպիսկոպոսները, որոնք դատախված են այս աշխարհի մեջ, այս մեղքերի մեջ եւ այլն։ Հիմա այս քայլով, որ իրենք արեցին, այսինքն վերջ ներվեցին եւ վերադառնալու են այնպես ինչպես որ էին իրենց պաշտոններին եւ ոչ եւ բացարձակապես ոչ։ Եվ ես վստահ եմ, որ վարչապետը եւ նույն ցևով է մտածում, որ այսպիսի եպիսկոպոսներ դեգուզ եւ գանկնեցին իրագողքին, դեգուզ եւ բարձրացնեցին հարաճիգայի եկեղեցու վերագառուցման եւ վերանորոգման մեջ իրենք դեղ պիտի չունենան, նույնիսկ եթե ապաշխարեն։ Նայեցեք, խոսքը այստեղ ինչ որ նկատի ունեմ, մենք մեր եկեղեցու կամ մեր քրիստոնեական օրենքներով երկու տեսակ մեղք կա։ Մեղք կա, որ մահացու է, մեղք կա, որ մահացու չէ։
Այսինքն եւ որ խոսում ենք շնության մասին, դա մահացու մեղք է։ Եվ մահացու մեղքը մենք չենք կարող դա քավել։ Ենթական ինքը ապաշխարությամբ պիտի ընտանա այդ ընթացագարկը, բայց նաև դա չի նշանակում, որ ինքը վերադառնալու է անգամ եւս իր հոգևոր աստիճանին, ոնց որ ոչ մի բան չի եղել։ Այո, եկեղեցին կարող է եւ նրան ներե, կարող է եւ անեծքի տակ չտնե, որովհետեւ կանոնակիրքը ասում է, որ այն եպիսկոպոսը կամ գուսագրոնը, որը խախտում է գուսագրոնության ուխտը, դա ոչ թե միայն պիտի անիծվի, դա նաև եւ կարգալույց արվի, նրան նաև արգելված է նույնիսկ եկեղեցի մուտք գործել։ Եվ չգիտեմ 5-6 տարի միայն մնալու է եկեղեցվո դրան արչև դրսից, իրավունք չունի մտնելու եկեղեցի։ Եվ մի քանի տարի հետո միայն ինքը իրավունք պիտի ունենա մտնելու եւ մասնակցելու բادرակին, բայց դարձյալ հաղորդությունը ստանալու իրավունք չունի։ Նրանից մի քանի տարի հետո կարող է մոդենալ եւ հաղորդությունը ստանալ, այսին այս ընթացագարկը մինչեւ որ ինքը կարողանա հաղորդությունը ստանալ, մոտավորապես դեպելու է 10 տարի։ Հիմա չենք խոսում բادرակ մատուցելու մասին, ինքը նրանից զրկված է ամբողջությամբ։ Խոսքը անշուշտ է մահացու մեղքերի մասին է։ Նայեցեք, եթե կան որոշ հոգևորականներ, որոնք բիզնեսով են սպաղել, աշխարհիկ կյանքով են սպաղել եւ այլն, այնքան ժամանակ, որ իրենք չեն խախտել օրենքները եւ ազնվությամբ կործել են իրենց բիզնեսների մեջ, դա բնավ եւ երբեք գրոնը կամ եկեղեցին կամ քրիստոնեությունը չի արգելում։ Հոգևորականը եւ դա մի գետ է, որ ես հարաճիգային եւ որ ամեն ինչը բարեկարգվի, ես պիտի գնամ եւ պիտի առաջարկեմ եւ պիտի խնդրեմ, որ անպայմանի գործ տնեն, որ հոգևորականը հոգևորականության կողքին ինքը նաեւ պետք է գնա աշխատի, պետք է գնա իր հացը վաստակի որոշ ձևով։ Նայեցեք Պողոս Արաքյալը, որ մեծակույն մեր Արաքյալն է, այսինքն մենք Պողոս Արաքյալի առջև ոչինչ չենք, ջանք չենք, մրճույն չենք։ Պողոս Արաքյալը, որ եկեղեցու բոլոր փողերը իր մոտ էին, քալիս էին բարերարները, քալիս էին նվիրատվություն են, ինքը վրանակորձ էր, ինքը վրաններ էր սարքում, նստում էր գիշեր ցերեկ վրան էր սարքում, որպես ինքը փող վաստակի։ Եվ եկյան իրան ասեցին Պողոս Արաքյալ, բայց դու գարիք չունես այս գործը անելու։ Հնդերը իր նշանավոր խոսքը ասեց ավելի լավ է, որ ես իմ բազուկին վստահեմ, քան թե համայնքին բեր լինեմ։ Սա է առաքելության հիմնական սկզբունքը։ Մենք չենք եկել, որպեսզի բեր լինենք մեր հավատացյալներին։ Մենք եկել ենք, որպեսզի մեր հավատացյալների բերը տետևացնենք։ Այդ դեպքում ինչն է տարբերությունը այն եպիսկոպոսների, ովքեր հանդիպեցին վարչապետի հետ եւ հանդես են գալիս եկեղեցու, այսպես ասենք, մաքրագործման օրակարգի օգտին եւ Կտրիչ Ներսիսյանի միջեւ։ Ո՞րն է այդ տարբերությունը։ Շատ մեծ տարբերություն կա, նույնիսկ տարբերություն կա նույն ինքն այս եպիսկոպոսների միջև, որոնք եկան Նիկոլ Փաշինյանի մոտ։ Մեկը գա, որ միայն գուսագրոնության ուխտն է խախտել, մյուսը գա, որ գուսագրոնության ուխտի կողքին նաև պետականության թեմ է աշխատել, կամ ինչ որ մանկաբղծությամբ է սպառվել, կամ ինչ որ քողություններ է արել, եւ սրանց միջև տարբերություն կա։ Իսկ եթե խոսենք տարբերությունը Կտրիչ Ներսիսյանի հետ միասին, լերներ ու ցորեր տարբերություն կա։ Այսինքն պիտի ասեք, որ լավ, եթե ներողամտության աչքով ենք մոդենում եպիսկոպոսներին, ինչու նույն ցևով չենք մոդենա։ Այո, մենք նույն ցևով կմոդենանք նաև Կտրիչ Ներսիսյանին, երբ որ ինքը ազատի աթորը, երբ որ ապաշխարի, երբ որ զղջա, իրան է 10 տարվա ժամանակահատվածը գտանք, մինչև որ ինքը կա հաղորդությունը ստանա, բայց անկր իրենք չեն հավատում Ժիրայր ջան։ Ես ցավում եմ դա ասելու։ Ես անցել անգամ եւ որ ցեզ հետ խոսում էի, եթե հիշում եք, ցեզ ասեցի, որ մեր հավատացյալները դու օրինակ վերջին բادرակներին, որ մեր վարչապետը ներկայացավ, այնտեղ առաջնորդ կար, հոգևորականներ կային, ոչ ծունկի եկան, ոչ իրենց բազգատորից իջան եւ ոչ գնացին հաղորդություն ստացան։ Սիրելիս, դու եթե հաղորդություն չես ստանում, բա ինչ ես սպասում։ Սպասում ես, որ հավատացյալները կան ստանան, դու Նիկոլ Փաշինյանից առաջ պիտի ընկնեիր, գնայիր հաղորդությունը ստանայիր, բայց դու չեք ստանում։
Դա մեկ բան է նշանակում, որ դուք չեք հավատում այս հաղորդությանը։ Եվ վերջին անգամ, որ մենք խոսեցինք, արդեն հաջորդ բادرակին գնահատելի է, որ մույս առաջնորդը բազգատորին չնստեց։ Երևի լսեցին մեր դեսանյութը եւ բազգատորին չնստեց, ոտքի կանգնեց, ոնց որ վարչապետը, բայց էլի ձունգի չեկավ։ Հասկանում եք, դարբերությունները շատ են, այսինքն Գդրիչ Ներսիսյանը ոչ թե միայն իր գուսագրոնության ուխտը խախտեց, ոչ, ինքը 250 հոգի սպանեց, հոգիներ սպանեց, նվիրյալ հոգևորականներ, որոնք իսկապես ծառայում էին հայ եկեղեցուն, իրենց ամբողջական հոգով ու սրտով ու մուտքով նվիրված էին, նրանց սպանեց։ Ես այսօր հոգևորականներ ճանաչում եմ, որոնց մեր ոմանք արդեն երկինք գնացին, երիտասարդ դարիքին այդ ցավի պատճառով։ Եվ որ մի հոգևորական ամբողջ իր կյանքը անցկացրել է վանքի մեջ, մեծացրել է վանքի մեջ, նվիրված է եկեղեցին, որ ինք եկեղեցուն պիտի ծառայի, այդքան տարիներ հետո, եւ որ դու իրան զրկում ես անարդարությամբ եւ դուրս ես շբրդում եկեղեցից, դու նրան ֆիզիկապես սպանելուց ավելի մեծ ոչիր ես կատարել։ Դա երկրորդ։ Իսկ երրորդ, մենք չմոռնանք, որ Գդրիչ Ներսիսյանը վերջին 7 տարի, արի չխոսենք վերջին 7 տարիների մասին, խոսենք նախորդ 20 տարիների մասին։ Ինչ արեցին, կամ ինչ չարեցին ինքը եւ իր բենդեն եւ նախորդ իշխանության բենդեները։ Գապան որ չարեցին, Էջմիածնում մի հող գա, որ չվերցրեցին ավելի նվազ գումարով, ավելի էժան գումարով, օգտագործելով իրենց գաբերի իշխանությունների հետ։ Ամեն ինչ արեցին, ամեն ինչ արեցին, բայց մանավանդ վերջին 7 տարիներին իրենք իշխանության թեմ, պետականության թեմ դուրս եկան, քաղաքականության մեջ մխրժվեցան, եւ սա կանոնակիրքը նաեւ խստիվ պատժում է եւ համարձակվել է Նորվան Զաքարյան արքեպիսկոպոսին, բոլորի ներկայության, ասել, որ դու այնքան ժամանակ, որ Քրիստոսին ես հավատում, դու դեղ չես հասնելու։ Ժիրայր ջան, գժվելու բան է, սա գժվելու բան է, եւ սա ամպաստանություն կամ փամփասանք չէ, որ անում եմ։ Նորվան Զաքարյան Սրբազանը դակավին ողջ է, Աստված իրեն երկար կյանք տա, 70-85 տարեկան մարդ է, եւ Իրան ամագը հրաբարակված է ու բանով համացանցով մարդիկ կարող են մտեք գրեք Նորվան Զաքարյան եւ գարտացեք այդ մարդու ցավը։ Մարդը ասում է, որ դու բիզնեսմեն ես, դու հոգևորական չես։ Եվ ինձ բադիվ չի բերում ես այս համարգարկի մեջ մնամ։ Եվ ինքը Ֆրանսիայի առաջնորդ էր, հրաժարվեց ամեն ինչից։ Եվ այսօր քիրքեր ա գրում, հայերեն դասախոսություններ ա կատարում Փարիզի մեջ եւ մարդը ապրում է։ Իր բադիվը բրգեց, Ժիրայր ջան, իր բադիվը բրգեց։ Ինքը կարող էր հեշտությամբ բնած անցներ եւ մնար Փարիզի առաջնորդը, այսինքն սա ինչի եմ ասում, գիտեք, որպեսի մեր եպիսկոպոսները մի քիչ զարթնեն, դուք օրինակներ ունեք։ Մարդը Փարիզի առաջնորդ էր ամբողջ Ֆրանսիայի եւ արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ էր, թքեց այդ ամեն ինչին եւ ասեց չեմ ուզում, ոչ ծեր парքն եմ ուզում, ոչ ծեր ճաշտոնն եմ ուզում եւ թողեց առանցնացավ առանցին ապրում իր դանը մեջ, շատ հոգեվոր մարդ, հրաշալի մարդ, հրաշալի մարդ։ Եվ ես մի օր նայեցեք ցեզ մի հատ բաղակից բացեմ, սա միջև հիմա ես չեմ ասել, սա առաջին անգամն է պիտի ասեմ։ Մի օր եւ որ Նորվան Զաքարյան Սրբազանը ուրեմն հրաժարվեց, մենք իրար հետ հանդիպեցինք Հոլանդիում Ալմելո քաղաքում։ Հյուրանոցի մեջ գնացի մոտեցա, աչը համբուրեցի, որովհետեւ այդ մարդուն ոչ թե միայն աչը կհամբուրես, ես պատրաստ եմ այդպիսի մարդու ոտքն էլ համբուրեմ։ Այդքան մաքուր հոգեվոր մարդ է։ Իրան ասեցի, Սրբազան ասեցի, դուք ինչու հրաժարվեցիք։ Ասեցի, Սրբազան, դուք պիտի մնայիք եւ բայկարեիք, ասեց ում համար բայկարեմ, ասեցի եկեղեցու համար։ Սենց ջբդած, սենց գեղեցիկ ցայնով ասում է դեր Արմեն, ասում է ինչու մենք եկեղեցի ունենք, որովհետեւ ես եկեղեցու համար բայկարեմ։ Այդ մարդը ցավը սրդին գնաց։ Մենք ուրիշ օրինակ ունենք կարեկին arczepiskopos Բեկջյանը,
անունը ցեզ մի բան ասում եք, ամբողջ չգիտեմ, ինքը Կոստանդնուպոլսո բադրիարքության տեխնացու էր եւ մի տարի մնաց որպես բադրիարքական դեղաբահ Կոստանդնուպոլսո նախքան Սահակ բադրիարքը։ Այդ մարդը նաեւ ավակակույն arczepiskopos-ը մեր եկեղեցում երեսի վրա նետվեց։ Ես քնացել եմ բարերարներ են գդել եւ իր համար մի հատ ձերանոց են գդել Դորտմունդ քաղաքում շնորհիվ մեր մի քանի բարերարների եւ քնացել ենք իր համար դեղ ենք ապահովել այնտեղ բանի մեջ ձերանոցի մեջ գերմանական ձերանոցի մեջ մարդիկ парքով բադիվով բահում էին այսպիսի arczepiskopos պատկերացրեք երեսի վրա տողնված ձոտ ամոթ չես դուք չեք ամաչում ձոսա ծեր բադիվն է գերմանացի միսիոնարները քարիս էին ձերանոց այցելելու ձերերը եւ այցելում էին քարեկին arczepiskopos Բեկչյանին հայոց դեղաբահին Կոստանդնուպոլսո ավակակույն arczepiskopos-ին Սուրբ Էջմիածնի Երուսաղեմի միապան որ իր կյանքը դվեց եկեղեցու համար մինչև վերջին օրը եւ սա էլ առաջին անգամ եմ ասում մինչև վերջին իր շրջանը ես նկատել եմ որ իր գոշիկը ծագ է ասել եմ սրբազան ամոթ է ծագ գոշիկով ասում է ծագը դագիցա ով է տեսնում սրբազան ախր ասում եմ չուր կմտնի մեջը զորով ստիպել եմ դարել եմ իր համար մի հատ գոշիկ եմ առնել եւ այս մարդու դուք երեսի վրա նետեցիք եւ չհետաքրքրվեցիք նույնիսկ ես մի օր զանգեցի Խաժակ Պարսամյանին arczepiskopos ասեցի սրբազան եթե սրան դեր չլինեք ես ցես խայդարագելու եմ ես բարերարներից փող պիտի հավաքեմ որովհետեւ ծեր arczepiskopos-ը ձեր անոցում բահեն սա դրակելու բայց իրենք չէին ուզում ինչու չէին ուզում իրան դանել Էջմիածին որովհետեւ ինքը ընդրությունների ժամանակ ինքը եւ նորվան arczepiskopos Զաքարյանը դեմ կվերարգել էին Գդրիչ Ներսիսյանին նրա համար իրենք իր աչքի պուշտն էին բայց մյուս կողմից նաեւ անգերց լինենք ասելու որ Կարեկին սրբազանը երջանկայի շարակ ինքն էլ չեր ուզում գնալ ասում էի սրբազան ախր գնա Էջմիածին քեզ ընդեղ կբահեն մի հատ սարգսակ կդրամատրեր ծիծաղում էր ասում էր դղաս դու կարծում ես որ ես եթե գնամ Էջմիածին ողջ կմնամ պատկերացնում եք arczepiskopos-ը նախընտրում է գերմանացիների մոտ ձերանոցները մնալ բդիլ այնտեղ բայց չի ուզում գնալ մայր աթոր որպես այնտեղ իրան բահեն բայց մենք օրինակներ ունենք օրինակի համար Դաթև Սրբազան Սարգսյանը գնացեք տեսեք խեղճը ինչ վիճակի մեջ է մայր աթորում գնացեք տեսեք ուր են տխտագիցները որ միայն ուղիղ եթերով կարող են մեզ հարցեր տալ եւ նեղի մատնել գնացեք այնտեղ ասեցեք ուր է Դաթև Սարգսյանը մտնենք տեսնենք ոնց է ապրում ինչ է ուտում ինչ է խմում գամ գնացեք Ոսկան Քալպակյան Սրբազանը էլի այնտեղ է մայր աթորում իրան մի հատ սենյակի մեջ գցել են մարդը մեռնում է մարդը նրան հոգ տանող Ժիրայր ջան որ մեկը ասեմ այս մարդը ուղղակի այս եկեղեցու հիմքերը քանդեց այս arczepiskopos-ները որոնց մասին ես խոսում եմ սրանք մեր օրհնությունն էին սրանք պիտի կային մայր աթոր ապրեին парքով բադիվով եւ այնտեղ սերունդը պիտի տաստիարակվեր նրանցով այս մարդիկը մերժեցին մայր աթոր գնալ իրենց հրավիրող էլ չեղավ այդ ուրիշ հարց բայց իրենք մերժեցին գնալ ինչու որովհետեւ այնտեղ սարսափ է դիրում մեկը մույսին մատնում է մեկը մույսին խոսքը առնում է դանում է Ես եկեղեցի չէր ես մտածում էի որ մեր եկեղեցին թաղման գարկը գադարելու ժամանակն է նախորդ իմ հարցազրույցի մեջ 2-3 օր առաջ ասեցի բայց ես սա հետ կաշեցի որովհետեւ պարկասո այսօր մենք ունենք արժանապատիվ հոգեվորականներ որոնք խոստով անում են եւ այս անգամ եւս նշեմ Հովնան Դերդերյան Սրբազան Ամերիկայի որ առաջին ստորագրողն էր այդ նամակներից մեկը այնտեղ ուղղակի ասեց մեղա է քալի ժողովրդի արժև
մեղա է գալիս Աստծո առջև եւ մեղա է գալիս Սուրբ Էջմիածնի առջև, որ իրենք թավաջանեցին իրենց ուխտը։ Քաջություն ունեցեք, քաջություն ունեցեք։ Ժամանակն է հիմա։ Դուք ձեզ ինչի եք խաբում։ Ժողովրդին ինչի եք խաբում։ Երեք ես մի հատ բան էի լսում, այդ ասողիկ կա է, այդ մի հատ ասողիկ կա, որ կյանքում ես չեմ ուզում լսի, բայց երեք ասեցի մի հատ լսեմ, տեսնեմ ինչ սուտ, չմերակ սուտով։ Այսինքն ամբողջ ձեր մերգությունը դուրս եկավ։ Մերգացաք եւ դեր սուտ եք խոսում։ Դեր ուզում եք պաշտպանել։ Ձո ում եք պաշտպանում։ Ում եթե գդրիչին եք պաշտպանում, թիագա մնացել, թիագ։ Ինքը քայլող մի թիագ է։ Դուք թիագի եք պաշտպանում։ Թիագի հետևից եք գնում։ Ամոթեցեց։ Եթե դուք այսօր բողոքում եք, որ բեդությունը խառնվում է եկեղեցու գործին, էսիրելիս ինչու թույլ տվեցիք։ 30 լավ, մորանանք 30 տարի։ Արիքանք 5-6 ամիս առաջ։ Մարդը ցեզ ասեց եկեղեցին չուլան է։ Դուք ընդեղ պետք է սկսեիք բարենորոգում։ Ես 2018-ին Ժիրայր ջան, երբ որ այնտեղ մի շարժում սկսավ Գաթողիկոսի դեմ, ես այդ նրա հիմնադիրներից մեկն էի եւ բոլորը գիտեն այդ մասին եւ նրա համար էլ իրենց աչքի փուշն էի մինչեւ վերջ։ Ես հիշում եմ վերջին անգամ, որ այցելեցի Գդրիչ Ներսիսյանը։ Իրան ասեցի վեհապար, սա վերջին անգամն էր, որ իրան վեհապար է ասում։ Սենք չի լինի։ Դուք գործնում եք ամեն ինչ։ Ձեր գողքին մարդ չկա։ Սկսեք եկեղեցու բարենորոգումը։ Ինքը գարձեց, որ ինձ խաբեց, ասեց այո, դու գնա, նամակ քրի քո ծրագիրը ինչ է, եւ ես քեզ այդ մարմնի մեջ կդեղադրեմ բարեգարկման, չգիտեմ, ասի ես չեմ ուզում իմ անունը ոչ մի դեղ մի դիր, բայց իմացեք, եթե դուք այսպես մնացիք, վերջը լավ չէ։ Եվ թողեցի, քայլեցի եւ նրանից հետո ես ուխտեցի այլևս Հայաստան եկողը չեմ, մինչեւ որ ինքը այդ աթորին բազմած է ինք եւ իր բենդը։ Հիմա ինչ պատմեմ քեզ Ժիրայր ջան։ Ես հիմա ինչ որ հիշում եմ նա եմ պատմում։ Այսինքն սարսափելի հիշադակներ են, որոնք պատկերացնում եք։ Մի անգամ ինձ նամակ ուղարկեցին, ես այդ նամակները իմ սայթում faderarmen.com-ում ես դեղատրել եմ, թող մարդիկ մտնեն եւ տեսնեն, որ սրանք ների սերունդն են։ Սրանք ների մանգլավիկներն են մեր եկեղեցում։ Դու պատկերացնում ես, որ Խաժակ բանը Արշակ arczepiskopos Տիվանաբեդը ինձ նամակ է գրում, ասում է, որ ցեզ հրահանգում ենք, որ անմիջապես դադարեցնեք ձեր քարոզչությունը ուղիղ եթերով եւ սոցցանցերում ընդհանրապես չհայտնվեք։ Ես մի բան ասեցի, մի սխալ բան կա։ Այ օքեյ, ես միշտ քննադատում եմ իմ քարոզների մեջ եւ այլն, բայց առանց անունի դողադագերով բաներ եմ ասում։ Այս մարդիկը դուք արգելում եք, որ կահանան կահանայություն անի։ Դուք արգելում եք, որ կահանան քարոզ խոսի, ավետարան եւ Խաժակ Բարսամյանը, որ հիմա Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ է, ինտերվյու տվեց Նեդերլանդական օրաթերթին Հոլանդիայում եւ իրան հարցրեցին. դուք ինչու եք արգելում Դեր Արմենը քարոզ խոսի ինտերնետով։ Գիտեք ինչա պատասխանել։ Ասելա մենք փողոքական չենք, որ ամեն օր ավետարան քարոզենք։ Այ քեզ բան։ Այսինքն ավետարան քարոզելը միայն փողոքականների ավետարանագենների գործ է, բայց ձեր գործը ինչ է։ Եկեղեցին տալանելն է։ Ժողովրդին ոչխարի կարգավիճակով թողը։ Այս մարդիկ չեն ուզում, որ ժողովուրդը ավետարան գարտան։ Չեն ուզում, որ ժողովուրդը ավետարանը հասկանան, որովհետև իրենց ամբողջ ամոթները ավետարանի մեջ գրված են։ Եվ եթե ժողովուրդը հասկանա ավետարանը, պիտի հասկանա, որ սրանք հովիվներ չեն, սրանք վարձկան հովիվներ են, սրանք քող ավազակներ են եւ իրենց դուրս է շբրդելու եկեղեցուց։ Նրա համար էլ չեն ուզում, որ ժողովուրդը հասկանա։ Եվ նրա համար էլ ամեն օր լոլոներ են գարտում, գարձուրով, որ իրենք դակավին կարող են այս ժողովուրդը խաբել։ Չեք կարա, վերջացավ։ Եվ ես ասում եմ, ոչ թե միայն գդրիչը պետք է հեռանա, ոչ թե միայն գդրիչը, շատեր պետք է հեռանան։ Ամենափոքր կահանայից
որ բռնել էր եւ գողքին կանգնել էր Գդրիչ Ներսիսյանին, ինքը մեր եկեղեցում կորց չունի, վերջագետ նորդո։ Այո, շատ դժվար է առանց հոգևորականների մի գառույց հովելը, մի գառույց ղեկավարելը շատ դժվար է, բայց փաստորեն մենք 54 եպիսկոպոսով մեր եկեղեցին քանդվեց, չէ ավելի լավ է ունենանք մեկ եպիսկոպոս, բայց քոնե չքանդի, փորձե գամած այս եկեղեցին կառուցել։ Ժիրայր ջան, գներես որ քեզ տեփտուլ չեմ դարիս հարցեր դաս, որովհետև այդքան լիքն է մեջը, որ մի քիչ դադարում ենք երի։ Որևէ խնդիր չկա Տեր Արմեն, այստեղ կարևորը ոչ թե իմ խոսելը, այլ բնականաբար ձեր եւ ձեր հիշողությունները, պատմությունները մեզ նաեւ օգնում են, որպեսզի մենք ավելի լավ կողմնորոշվենք այս իրավիճակում։ Խոնար հոգևորականներ չունենք դժբախտաբար։ Տեսեք, ես մի վկայություն էլ դամ Քարեկին առաջին կաթողիկոսի մասին, Սարգսյանը, որը սրանից առաջ էր եւ շատ գարջ ապրեց, այն էլ հարցական է, ինչպես եղավ որ գարջ ապրեց։ Մարդը առողջ էր, առողջ, աստվածապան, գրագետ, ինչ որ է։ Այդ մի անգամ եւ որ Անտիլիասում, դե ես Անտիլիասում եմ սովորել, մի անգամ շատ ուժեղ անցրև եկավ եւ այդ մեր դբարանը, ուրեմն սենց փոսիբես մեկդեղ, այդ մեկ հարկ ներքև է, անցրև էր, ուժեղ անցրև էր գալիս, եւ ես տեսա որ Քարեկին առաջինը իջնում է վեհարանից եւ գնում է դեպի դբարան այդ ճուրերի մեջ։ Հելա վազեցի, ես այն ժամանակ ինչ էի, 17-16 տարեկան էի, վազեցի վեհապար, ինչ է եղել, ասում է ձագերը փակվել են այդ ճուրերի, պետք է բացեն։ Գնացինք ես եւ ինքը այդ ձագերը։ Հիմա ինչ եմ ուզում պատմել, հետո վեհարան ելանք, դե ինքը գարջահասակ էր մի քիչ եւ մի քիչ փոր ուներ։ Ուրեմն հակել էր ջիզմա այդ անցրևի այդ գոշիկները, երկար գոշիկները, աթորին նստեց եւ ես ուղագի գնացի ուզեցի որ իր գիզմաները հանեմ իր ոտից։ Չէր կարող, չընդունեց։ Որպես կաթողիկոս ես դակավին ոչինչ էի, սարգսակ էլ չէի։ Չընդունեց որ ես խոնարհվեմ եւ իրա գոշիկը իրա ոտից հանեմ։ Ես այդ րոպեին ուզեցի ոչ թե իրա գոշիկը համբուրեմ, իրա ոտքն էլ համբուրեմ։ Այսին հոգևորականը սենց պիտի բարձրանա։ Ավետարանը ասում է, ինչքան որ դուք ցես բարձրացնեք, պիտի խոնարհվեք, եւ ինչքան որ դուք ցես խոնարհվեք, պիտի բարձր։ Ավետարանի ամեն մեկ խոսքը իրանց համար է, բայց ագանջ չունեն լսելու, խլացել են իրենց ագանջները, սիրելի ջան, համեցեք։ Կցանկանամ եւս երկու արձագանքի, որպեսզի դուք անդրադառնաք, ինձ համար շատ абսուրդային եւ անտրամաբանական Գերագույն հոգևոր ժողովից առաջ, որը հաջորդեց արդեն եպիսկոպոսների եւ վարչապետի հանդիպմանը, սրբազաններից մեկը ասաց, որ կաթողիկոսը ասել է, որ չի կարող օրինակ նույն Արշակին կամ Արշակ Խաչատրյանին հեռացնել, քանի որ նրա հեռացմամբ եկեղեցին կփլուզվի։ Ինձ համար շատ տարօրինակ մի դիտարկում, որովհետև ես մտածում եմ, որ եկեղեցին դա ժողովուրդն է առաջին հերթին, այդ հավատավոր ժողովուրդը, հա, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է մեր եկեղեցին օրինակ կառուցված լինել ըստ քրեական գործի իր մերձավորի հետ կենակցող ինչ որ Արշակի վրա, սա մեկ, եւ երկրորդը սրբազաններից մեկը վարչապետին մեղադրում է անբարոյականության մեջ, ասելով, որ նա պաշտոնապես ամուսնացած չէ, ունի զուգընկերուհի եւ ապօրինի երեխաներ, հետեւաբար ինչպես է համարձակվում քննադատել օրինակ նույն Կտրիչ Ներսիսյանին։ Որքանով են այս երկու օրինակները առհասարակ ընդունելի, համեմատելի եւ ուզում եմ հասկանամ այս սրբազանները, որոնք աջակցում են Կտրիչ Ներսիսյանին, լավ որակը է, իսկապես եկեղեցու ներսում որակը, պատկերացումը է։ Նայ Ժիրայր սխալ բան չի ասել Գդրիչը։ Եթե այսպիսի բան ասել է, ես չեմ լսել, բայց քանի որ ասում ես, ուրեմն ասել է, որ եթե Արշակին հանի եկեղեցին կփլուզվի, այո, եկեղեցին կփլուզվի, բայց իրենց եկեղեցին կփլուզվի։ Իրենց դաջարն է որ կփլուզվի։ Իրենց բենդեն է որ պիտի փլուզվի, որովհետև Արշակը հիմնական քար է այդ կառույցի մեջ։ Եվ Արշակի դուրս գալով այդ ամբողջ կառույցը պիտի փլուզվի, սխալ բան չի ասել մարդը։ Իսկ ինչ վերաբերում է, որ վարչապետը գենակցում է ընկերու հետ,
Ես հիմա ըստեղ չգիտեմ ծիծաղեմ կամ լավ։ Այսինքն ես հիմա մի հարց տամ։ Ենթադրենք, որ վարչապետը մի օր որոշեր, որ ինքը պիտի քնար բսակվեր եւ իր չար փախտի բերմամբ հանդիպեր, որ օրվա զինք բսագողը Նաթան Սրբազան էր։ Այսինքն հիմա ինչ եք կարծում։ Նաթան Սրբազանի գադարած բսակատրության գարկը պիտի օրհներ վարչապետը եւ իր գինը, որբեսի իրենց գենակցությունը մեղքի մեջ չլիներ։ Այսինքն Ժիրայր ջան, չգիտեմ 21-րդ դարում դակավին մարդիկ կան, որ հավատում են սրանց օրհնության։ Ես չգիտեմ։ Ես նայեցեք, հիմա պիտի ասեմ, որ տեսեք, Տեր Արմենը խոսում է հայրերի կանոնների դեմ, որովհետև հայրերի կանոնը ասում է, որ Սուրբ Հոգին է գործում հոգևորականների մեջ։ Հոգևորականը ինքը ոչինչ է, սիրելիս, եթե Սուրբ Հոգին պիտի գործե Նաթանի եւ Նաթանանյան գլանի պես հոգևորականների միջից, ես գներեք, բայց այդ Սուրբ Հոգին ես չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Դավիթ Մարգարեից Սուրբ Հոգին հեռացավ, խռովեց, գնաց Դավիթ Մարգարեից, որ օժտված էր Սուրբ Հոգով, եւ որ մեղք գործեց, սպանություն կատարեց, Սուրբ Հոգին նրանից հեռացավ, գնաց։ Հիմա այս մարդիկ իրենց դրեր են Քրիստոսի դեղ, Սուրբ Հոգի դեղ, երբ որ ասում ես, ասում է Սուրբ Հոգին գործում է, այ ախպեր Սուրբ Հոգին քո հետ ինչ գործ ունի։ Լույսը խավարին հետ գործ չունի, ասում է ավետարանը։ Ինչ Սուրբ Հոգի, ոչ ձեր հաղորդությունը, ոչ ձեր մգրտությունը, ոչ ձեր բսակը։ Այնպես որ ես կարծում եմ, որ շատ բախտավոր է մեր վարչապետը, որ այդ օրը չի ընկել եւ այնպիսի հոգեվորական իրեն չի բսակել։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ Ժիրայր ջան։ Ընկերներ, զրուցակիցս Վառնայի հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։